Գերամ Նազարյան։ Շնորհակալություն, ես ընդամենը մի կարևոր բան եմ ուզում ասել, որ մենք բոլորս մեկ անգամ ևս իմանանք եւ հատկապես ջրային կոմիտեն։ Այն որ ջուրը թանկ է եւ պետք է շատ ճիշտ կառավարվի միանշանակ է, այն որ այսօր ջրային ոլորտում տասնամյակներով կուտակված խնդիրներ կան, մենք բոլորս գիտենք։ Այն գիտենք նաև պարզ ասեմ ջրային մաֆիայի մասին, որին պետք է արմատախիլ անել, առանց որի ոչ մի ռեֆորմ չի լինի։ Այն որ ջրամբարներ պետք է կառուցենք, միանշանակ է, բայց ճիշտ հաշվարկված, հաշվի առնելով նաև Հայաստանի սեյսմիկ առանձնահատկությունները, որովհետև չի կարելի տեկտոնական խզվածքների վրա վերցնել ու եւ ջրամբար կառուցել։ Պետք է այդ ամեն ինչը հաշվել։ Եղվարդի ջրամբարներ պետք է կառուցել, բայց այս ամեն ինչը որ անում եք, երբ որ գալիս ներկայացնում եք, երբ որ պատգամավորում, երբեք մի ասեք կլիմայական փոփոխությունների պատճառով։ Դա կեղծ թեզ է, որը տարածվել է ամբողջ աշխարհում, չգիտեմ ինչ նպատակներով։ Ես որ դուք հասկանաք, ոչ մի կլիմայական փոփոխություն չկա, երկու թիվ եմ բերում։ 1970-ականներին աշխարհի ամենախոնավ քաղաքում Կաթմանդուում եկել է այնքան տեղում, որքան եկել է հիմա, այսինքն 2020-ականներին, նույնը Երևանում, պատկերը չի փոխվել, կլիման չի փոխվում, ուղղակի մարդը ագահաբար է այդ ջուրը օգտագործում, ընդամենը, եւ մարդկանց մի վախացրեք անդադ, որ կլիման փոխվել է, ջուրը պակասել է, ջուրը նույն քանակով կա եւ ուղղակի պետքա ճիշտ կառավարել։ Շնորհակալություն։